ՀԱՊ-ը ոչ պաշտոնական գագաթաժողով Սանկտ Պետերբուրգում։ Կար որևէ նկատելի քաղաքական ինտրիգ այս անգամ։ Առանձնապես չէ, մենակ Ալիևի բացակայություններ, որ Ռուսաստանում ակնկալում են, որ նա կգա, եւ նա չեկավ, եւ բավական կտրականապես մերժեց մասնակցությունը, ընդամենը սա եղել։ Այսինքն, եթե Ալիևը մասնակցեր, հավանաբար կլիներ անգամ եռաչափ հանդիպում, չէ՞։ Հավանաբար կլիներ, բայց ոչ միայն դա, հավանաբար այդ ռուս-ադրբեջանական լարվածությունը, որը ուղիղ մի տարի առաջ է սկսվել, ոնց որ ինչ որ հանգուցալուծում պետք է ստանա, ինչ որ արդյունք պետք է լինի եւ Ալիևը դեռ խուսափում է դրանից։ Պատճառը ռուս-ադրբեջանական հարաբերությունը այստեղ դիտարկել, թե կողմերից մեկին ձեռնտու չէր այդպիսի հանդիպում։ Ես ավելի լայն աշխարհակահաղական համատեքստում եմ դիտարկում, այսինքն Ալիևը դեռ չի կողմնորոշվել, թե ով է հաղթելու ռուս-արևմտյան այս հակասության մեջ եւ փորձում է դեռ իր գիծը պահել, քանի դեռ պարզ չի։ Հրան թրիփի նկատմամբ Թեհրանի եւ Մոսկվայի այս վերջին օրերի ակտիվացումը ունի բացատրություն։ Դե Թեհրանում ներքաղաքական բավականին ինտենսիվ գործընթացներ են տեղի ունենում, որտեղ թրիփը դա, այսպես ասած, առարկաներից մեկն է, այսինքն հիմնական առարկան դա Իրանի ապագա արտաքին քաղաքականությունն է եւ Իրանի կողմնորոշվածությունն է եւ առհասարակ Իրանի պետական կարգն է։ Դրա մասին է խոսքը գնում եւ թրիփը շատ կարեւոր ինդիկատոր է, թե ինչպես պետք է Իրանը զարգանա։ Երկու համարյա թե հավասար ուժերը պայքարում են եւ երկուսը ունեն տարբեր դիրքորոշումներ։ Սա ինչ վերաբերում է Իրանին, իսկ Ռուսաստանի հետ կապված մի քիչ ավելի անորոշ է իրավիճակը, որովհետեւ նախ Ռուսաստանը հստակ դիրքորոշում չի հայտնել, ինչքան ես տեղյակ եմ, եւ շատ անորոշ է արտահայտվում, այո, ասվել է, որ մենք էլ ենք ուզում մասնակցել, որը մերժվել է օրինակ Արադ Միրզոյանի կողմից, բայց դա բավականին բնորոշ է Ռուսաստանի քաղաքականությանը, այսինքն Ռուսաստանը ոչ թե հստակ դիրքորոշում է հայտնում, այլ շատ հաճախ ուղղակի փնտրում է ուղիներ, որպեսզի ինքն էլ ամենտեղ խցկվի, նույնն էլ եղել է օրինակ առաջին առաջարկի կամ առաջին պահանջի Ադրբեջանի կողմից միջանցքի, որտեղ Երակոմ այսպես կոչված հայտարարության մեջ Ադրբեջանը, այո, 20 թվականի նոյեմբերի Ադրբեջանը պահանջել է միջանցք, Ռուսաստանը շատերը որակավորեցին, որ Ռուսաստանին է պետք միջանցք, չէ, Ռուսաստանին պետք է եթե լինի միջանցք, ինքը այդտեղ լինի։ Նույն իրավիճակը հիմա է, այսինքն Ռուսաստանի դիրքորոշումը այստեղ մեծաշով չի փոխվել, եթե լինի միջանցք, Ռուսաստանը ուզում է այդտեղ լինել, այդքան բան։ Ենթադրում ես, որ Վաշինգտոնի հետ այս ուկրաինական շփումներում կշոշափվի նաև այսպիսի հարց։ Թե դա չի բացառի, բայց ինչքան ես հասկանում եմ եւ տարբեր հետևելով Ռուսաստանի փորձագետների արձագանքից, ես ենթադրում եմ, որ հիմա Հայաստանի հարցը եւ Կովկասի հարցը Ռուսաստանի համար ոնց որ օրակարգային չէ եւ գուցե դա չքննարկվի, բայց առհասարակ այդ թեման ռուս-ամերիկյան բանակցությունների շրջանակներում կա։ Ռուսաստանը եթե մասնակցությունը չբավարարվի նրա թրիփին այն ձևաչափով, ինչպիսին Ռուսաստանն է պատկերացնում, փոխարտգործնախարարի հայտարարությունը հիշում եք, որ ասում էր առանց մեզ հնարավոր չի գործարկել թրիփը։ Պիտի փորձի խանգարել։ Այո, հավանաբար այդպես։ Ինչ մեթոդներով, ինչ միջոցներով։ Սա մի քիչ դժվար է, որովհետև նախ այս պայծրությամբ հասկանալի չեն Ռուսաստանի գործիքները։ Պարզ է, որ այդտեղ ունի ներկայություն, բայց այդ ներկայությունը որպես գործիք օգտագործել թրիփին խանգարելու մեջ ես չեմ տեսնում, որովհետև Ռուսաստանի ներկայությունը սահմանին դա համաձայնեցված է Հայաստանի հետ եւ եթե Ռուսաստանը դիրքորոշումը սկսի փոխել կամ սկսի օգտագործել սա ուրիշ նպատակներով, ապա պարզ է, որ Հայաստանի իշխանությունը պահանջել է Ռուսաստանի ոնց որ սահմանապահների դուրս գալ այդտեղից, այսինքն այս գործիքը ինչպես է տեղ կիրառել, ես չեմ պատկերացնում, բայց հավանաբար դա լինելու է քաղաքական ճնշում Հայաստանի իշխանության վրա, որպեսզի կամ դիրքորոշումը փոխի, կամ Ռուսաստանի ներառի նախագծի մեջ, կամ թրիփը փակի։ Մոսկվա-Բաքու լարվածությունը փաստորեն պահպանվում է։
Եվ դա կունենա նաև իր ազդեցությունը Կովկասյան մթնոլորտի վրա։ Դե առհասարակ Մոսկվան եւ Բաքուն, չնայած որ համարժեք չեն իրենց չափով, բայց մրցակիցներ են Հարավային Կովկասում։ Եվ Ադրբեջանը միշտ դիտարկել է Ռուսաստանի ներկայությունը Հարավային Կովկասում որպես իր համար ոչ նպաստավոր։ Ինչու՞։ Որովհետև Ադրբեջանը փորձում է միշտ 20-ից առաջ նկատի ունեք։ 91-ից սկսած, ասենց ասեմ։ LGB-ից սկսած մեծ հաշվով այս մոտեցումը չի փոխվել եւ օրինակի համար մի շատ կարևոր փաստարկ բերեմ Վրաստանի արտաքին քաղաքական կողմնորոշվածությունը դեպի արևմուտք ուղղորդելու մեջ Ադրբեջանի դերը հսկայական է։ Երկու եղանակ արտահայտեմ։ Առաջինը դա այդ խոշոր նախագծերը նավթային, գազային եւ այլ ենթակառուցվածքների, որոնք Բաքվից են սկսվում, ավարտվում են հիմնականում Թուրքիայում, Սև ծովում կամ Միջերկրական ծովում, որտեղ Վրաստանը շատ կարևոր մասն է անցողիկ։ Եվ դրա միջոցով Վրաստանը դարձավ արևմտամետ դեր 90-ականների վերջից սկսած, իսկ երկրորդը, երբ որ Սաակաշվիլին արդեն մտել է Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ, Ալիևը մի քանի օրվա մեջ կարողացավ իր համար, Վրաստանի համար գտնել պատշաճ էներգակիրներ եւ քանակապես տեղափոխել է եւ փոխարինել է ավելի ճիշտ ռուսական էներգակիրները։ Եվ այսպիսով ռուսական էներգակիրներ փոխարինելով Ալիևը զրկել է Ռուսաստանին Վրաստանի վրա լծակից։ Եվ այսպիսով այդ լծակը իհարկե հիմա մասամբ ունի նաև ինքը Ալիևը եւ մեկ-մեկ կիրառում է Վրաստանի նկատմամբ, բայց կարևորը այն է, որ Ալիևը ունենալով այդ էներգակիրներ եւ ունենալով նկարտումներ տարածաշրջանում գերիշխող դիրք ունենալով նաև Թուրքիայի աջակցություն, Ալիևը Ռուսաստանին դիտարկում է որպես մրցակից եւ այս տասնամյակների ընթացքում նաև չեչեներին են աջակցել եւ այլ եւ այսպիսով միանշանակ ինքը որպես մրցակից է դիտարկում Ռուսաստանին եւ այս առճակատումը, որը հիմա է տեղի ունեցել, դա զուտ մեդիայի համար շատ երևացող երևույթ է, բայց գործընթացը երկարաժամկետ sense պատրաստվել է։ Խորքում ուրիշ բան է տեղի ունեցել, անգամ այն պահին, երբ Ադրբեջանը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հատուկ գործողությունը սկսելու օրը պայմանագիր ստորագրեց, գիտեք, այդ համաձայնագիրը ռուս-ադրբեջանական։ Դա ավելի շուտ Ռուսաստանի կողմից է եղել ցանկություն, դա եղել է 1 օր առաջ պատերազմից, որովհետև տեսեք, Ռուսաստանում խոշոր հաշվով գիտակցում կա այս իրողության, որը ես նկարագրեցի։ Այսինքն տեղի ունեցավ ինչ։ Ռուսաստանը պետք է հարձակվի Ուկրաինայի վրա, հասկանում է, որ իր մյուս ճակատները ոնց որ մերկանում են, իսկ Հարավային Կովկասը դարձել է 2020 թվականից հետո բավականին կարևոր ճակատ։ Արցախում ուներ ներկայություն եւ ուզում էր ապահովել Ադրբեջանի կողմից չեզոքությունը։ Եվ այդ չեզոքության համար ստորագրեց այս համաձայնագիրը։ Ես ենթադրում եմ, որ Ադրբեջանը շատ լավ գիտակցում էր, որ պատերազմը հեսա սկսվում է կամ նույնիսկ Ռուսաստանի կողմից զգուշացվել է եւ եթե սենց խոսանք ինչ որ չափով նույնիսկ պատասխանատվություն է կրում, բայց Ադրբեջանը իր համար ուրիշ հարցեր էր լուծում։ Ռուսաստանը լուծում էր հարցը Ադրբեջանի չեզոքության պատերազմի օրոք, որը այո, բայց Ադրբեջանը իր կողմից լուծում էր Ռուսաստանի չեզոքության հարցը իր պատերազմի պարագայում։ Վերջը Ադրբեջանը հաղթեց։ Ինչու հաղթեց։ Որովհետև Ադրբեջանը տեսավ, որ Ռուսաստանը խցկվել է այս պատերազմի մեջ։ Հիշեցնենք, որ շատերը ակնկալում են, որ այս պատերազմը երկար չի տևելու, որ Ռուսաստանը հավանաբար արագ իր հարցերը կլուծի, եւ առաջին հարձակումը Ադրբեջանի Արցախի վրա տեղի ունեցավ 2022 թվականի մայիսի 22-ին, այսինքն պատերազմը սկսվել է նույնիսկ մի ամիս չի անցել եւ այդ ժամանակ արդեն Ադրբեջանը սկսեց հարձակումներ եւ դրանից հետո անդադար էլի փոքր հարձակումներ են տեղի ունեցել, որից 9 ամիս անց արդեն սահման է փակվում, հա։ Այսպիսով Ադրբեջանը կողմնորոշվել է ուկրաինական ճակատում իրադարձություններով։ Ավելի հստակ կողմնորոշվել է, որովհետեւ ըստ Ադրբեջանի իշխանությունների Ռուսաստանը պարտվում է եւ հիշեցնեմ եւս մի դրվագ, երբ է եղել Ադրբեջանի հարձակումը օրինակ Հայաստանի վրա
որը որակավորվել է որպես հիմնականում Ռուսաստանի թուլություն, նկատի ունեմ ջերմուկի իրադարձություններ եւ ոչ միայն դա եղել է սեպտեմբերի 12-ին։ Իսկ սեպտեմբերի 8-ից սկսած Ռուսաստանը բավականին ցավալի պարտություն է կրել Խարկովի ճակատում, հա, որտեղ 9000 քառակուսի կիլոմետր Ռուսաստանը մի շաբաթվա ընթացքում կորցրեց։ Երբ Ուկրաինան կարողացել է լրիվ ուղղորդել ուրիշ ուղղությամբ ուշադրությունը Ռուսաստանի մի ճակատը մերկ է եղել, Ուկրաինան հարձակվել է եւ 9000 քառակուսի կիլոմետր զավթել է Ռուսաստանի ձեռքից կամ ազատագրել է ավելի ճիշտ, եւ այսպիսով այդ ժամանակ Ադրբեջանը համարել է, որ Ռուսաստանը այլևս էական ուժ չէ, սկսել է գործել այն կանխավարկածով, որ Ռուսաստանին հաշվի առնել պետք չէ այլևս։ 2024 թվականին այդ միտումը շարունակվել է, 2025 թվականին ոնց որ մի քիչ նվազեցվել է այս ամեն ինչը, նաև հաշվի առնելով ուկրաինական ճակատում փոփոխություններից, այսինքն Ադրբեջանը փորձում է համ իր օրակարգը առաջ տանել, համ հաշվի առնել իրողությունները։